Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեր հետ է Կանան Լևոնի Ասլանյանը, հոգեբուժ, հոգեթերապևտ։ Այսօր ձեզ կներկայացնեմ անձնային խանգարումները։ Անձնային խանգարումները դրանք բնավորության կայուն անոմալիաներ են, որոնք սովորաբար դրսևորվում են դեռահասության շրջանում, պահպանվում ամբողջ կյանքի ընթացքում և կարող են հանգեցնել սոցիալական հարմարվողականության խանգարման։ Հայտնի հոգեբուժ Պյոտր Կանուշկինը դեռևս 20-րդ դարի սկզբին առանձնացրել է անձի խանգարման 3 հիմնական չափանիշ։ Բնավորության պաթոլոգիական գծերը հանգեցնում են սոցիալական հարմարվողականության խանգարմանը։ Խանգարման նշանները կայուն են և քիչ են ենթարկվում փոփոխությանը։ Խանգարման գծերը տոտալ բնույթ ունեն, ձևավորվում են մարդու հոգեկան կերպարը ազդելով կյանքի տարբեր ոլորտների վրա։ Միջանցքային հարաբերություններ, հետաքրքրություններ, պահանջմունքներ և վարքագիծ։ Տարբերում են անձի խանգարման հետևյալ տեսակները. Հիստերիկ կամ հիստերոիդ անձի խանգարում, որին բնութագրվում է չափազանց արտահայտված հուզական անկայունությամբ, ուշադրության կենտրոնում լինելուն մշտական ձգտման և ցուցադրական վարքագծով։ Այսպիսի անձինք հաճախ ձգտում են շրջապատի հավանականության հեշտությամբ ներշնչվում են, կարող են չափազանցնել սեփական ապրումները կամ խնդիրները։ Շիզոիդ անձի խանգարումը բնութագրվում է սոցիալական շփումներից մեկուսանալու միտումով, հուզական սառնությամբ և սահմանափակ հուզական արտահայտվածությամբ։ Այսպիսի անձինք սովորաբար նախընտրում են միայնակ գործունեություն, դժվարությամբ են ձևավորում մտերիմ հարաբերությունները և քիչ հետաքրքրություններ են ցուցաբերում շրջապատի կարծիքի նկատմամբ։ Պարանոիդ անձի խանգարումը արտահայտվում է շրջապատի նկատմամբ անվստահությամբ, կասկածամտությամբ և ուրիշների գործողություններում թշնամական մտադրություններ տեսնելու միտումով։ Էմոցիոնալ անկայուն անձի խանգարումը բնութագրվում է հույզերի անկայունությամբ, իմպուլսիվ վարքագծով և տրամադրության կտրուկ փոփոխություններով։ Անընկանստ անձի խանգարումը դրսևորվում է չափազանց կարգապահությամբ, կատարելապաշտությամբ, կասկածամտությամբ և մանրուքների նկատմամբ գերակտիվ ուշադրությամբ։ Տագնապային անձի խանգարումը, ինչը բնորոշվում է անվստահությամբ, մերժելու վախով, բարձր տագնապային և սոցիալական իրավիճակներից խուսափելու միտումով։ Կախյալ անձի խանգարումը արտահայտվում է